Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում Ստեւությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Սիրով։ Պարոն Մանուկյան, սկսենք երևի բոյկոտի թեմայից։ Դուք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտ էիք սկսել, դուրս էիք եկել փողոց, պայքարում էիք։ Ինչու տապալվեց բոյկոտը եւ հիմա ինչու դրսում չեք։ Տեսեք, չեմ կիսում այն կարծիքը, որ տապալվել է բոյկոտը եւ դա ոչ թե խոսքով եմ ես հիմնավորում, այլ այսօրվա Երևան քաղաքում քաղաքապետի մոտ տեղի ունեցած գործակարգավարական նիստի փաստերով։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ թերակատարում է եղել բյուջեի, այսինքն մուտքագրումների թերակատարում է եղել եւ զեկուցողը ներկայացրեց, որ շուրջ 1.5 միլիարդ դրամ միայն ուղևորափոխադրումների թերհավաքագրումներից է եղել։ Այն պարագայում, երբ որ գիտենք, որ նոր տոմսային համակարգը ներդրվեց փետրվարի 1-ից, այսինքն փետրվար-մարտ ամսվա կտրվածքով, 2 ամսվա կտրվածքով շուրջ 1.5 միլիարդ դրամ կամ ավելի թերակատարվել է։ Դա ցույց է տալիս, որ այս մարդկանց մոտ հավաքագրումները լուրջ խնդրեմ է։ Ցույց է տալիս, որ քաղաքացին անկախ նրանից դա կլինի Մայր Հայաստանը կամ Հայկ Մարությանը կամ ուրիշ մեկը, այս պարագայում քաղաքացին իր ոտքով բոյկոտում է եւ բոյկոտելու նաեւ նպաստում է այն խայտարակ թելսելը իր վատ աշխատող համակարգով եւ այն պարագայում, երբ որ ամսական շուրջ 750 միլիոն դրամ մուտք չի լինում, դրա պատասխանատուին առնվազն պիտի դատեն եւ այս պարագայում դրա պատասխանատուն քաղաքային իշխանության ներկայացուցիչներն են, իդեմս Սուրեն Գրիգորյանի եւ նորից կրկնեմ, որ իմ գնահատմամբ բոյկոտը կայացել է եւ դա հիմնավորում է Չավակը գրող թվերով։ Ինչ կայանում է, թե ինչու այսօր փողոցում չեն, կարծում գաղտնիք չի, որ Մայր Հայաստան դաշինքը մասնակցում էր Գյումրիի ընտրություններին եւ ի տարբերություն իշխանության, որ ամբողջ հանրապետությունով մեկ իշխան ռեսուրսներ ներդրել էր, մենք մեր փոքրիկ մարդկային ռեսուրսով մասնակցում ենք, աջակցում ենք ոչ միայն Մայր Հայաստանին, այլ բոլոր ընդդիմադիրներին, որովհետեւ այս պարագայում մեր համար շատ կարևոր է, եթե օրինակի համար ինչ-որ մի քաղաքացու օրինակ սրտով չէր Մայր Հայաստանի թեկնածուն, թող ընտրեր օրինակի համար Մարտուն Գրիգորյանին կամ ընտրեր Վարդան Ղուկասյանին կամ Ռուբեն Մխիթարյանին, այսինքն այս պարագայում գյումրեցին ուներ լայն ընտրության հնարավորություն եւ այն թեզերը, որը որ Երևանում է լինում, չեմ ընտրում օրինակի համար Նիկոլ Փաշինյանին, բայց չեմ ընտրում նաեւ չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին կամ մյուսին։ Այնտեղ ընտրության հնարավորությունը շատ մեծ էր եւ շնորհակալություն նաեւ գյումրեցիներին, որ այդ արդյունքը գրանցեցին։ Դա է եղել պատճառը, որ այս փուլում մի փոքր այսպես ասած տեսանելի չէ։ Պատրաստվում եք նորից դուրս գալ։ Մեր մոտ լինել քաղաքացիների կողքին։ Մենք ամեն օր ենք քաղաքացիների կողքին, ամեն խնդրով ենք քաղաքացիների կողքին, թե կլինի տրանսպորտը, թե կլինի օրինակ ապօրինությունները, որոնք ես ամեն օր ի ցույց եմ դնում, ինչ խնդիրներ կան, նաև խայտառակ վիճակները բժշկական հաստատություններում, մանկապարտեզներում, որոնց շուտով դուք ականատես կլինեք, եւ նոր ֆորմատով, քանի որ իրենք մերժեցին մեր տեսակ թողեցին եւ փախան, դա խայտառակություն էր, երբևիցե չի եղել, որ իշխանությունը թողի իր դիրքերը եւ փախնի, այսինքն խրամատները լքեցին իրենք, թողեցին հեռացան, մենք հիմա հնարավորություն ունենք, որպեսզի հանրակրվեի դնենք, այդ ստորագրություններն էլ պլանավորվում մեր մոտ, որ պետք է հավաքագրվեր, այսինքն process-ը շարունակական է լինելու։ Ու հիմնական խնդիրը գիտեք որն է, ինքնանպատակ չի մեր մոտ բոյկոտը, այսինքն մենք ասում ենք ժողովուրդ, դուք պարզ չեք ասում, թե ինքնարժեքը որքան է, այսինքն քաղաքային չկա երկու պաշտոնյա, ում կբռնես երկուսի խոսքը մեկ կլինի։ Ով քնից ելնում է մի հատ նոր թիվ է հրապարակում։ Ես ուզում եմ ասեմ 1.8 միլիարդ դրամի ծախսեք ներկայացրի ամսական, Տիգրան Ավնյան ներկայացրեք այդ ծախսը բացված տեսքով։ Նույն նամակի մեջ մի հատ գրում են 1600 վարորդ ունենք։ Հաջորդ կետով այդ վարորդների թիվը դառնում է 1246։ Ասում այդ 300 վարորդի փողն ուր կորավ տղեկ։ Կարող եք ինչ ասել, ու նաև գիտեք ինչն է հետաքրքիր, հրապարակային ես հանրային մարդ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում, ասում եմ ԱԱԾ, ՊՎԾ, չգիտեմ ԾԾՊ, դատախազություն, ուր եք գործ հարուցեք։ Հանկարծ սխալվեմ մեկի հասցեին Facebook-ով մի հատ խոսք գրեմ, գործ կհարուցեն մեր վրա։ Բայց այս պարագայում իրանք այտենց ոչ մի բան ոչ տեսել են, ոչ լսել են, էլի օրինակի համար։ Մյուսը մանի վարորդներին իրանց տված թղթով գրել են 700,000 դրամ աշխատավարձ են տալիս։ Այդ մարդիկ կյանքների մեջ այտենց գումար չեն տեսել։
Իրանք ասում են մենք սաղ օրը հայտարարություն են տալիս, ասում են խնդրում ենք, աղաչում ենք, պաղատում ենք, վարորդներ եկեք աշխատանքի ընդունվեք, իրանց վերցնում զանգում եմ Երևան ավտոբուս, ասում եմ դուք ավտոբուսի վարորդի տեղ ունեք, ինձ պատասխանում են այո, եկեք, տեսնենք դուք ով եք, բայց ընդ գրել են 1600 վարորդ ունենք, նորմալ չի այդ ամբողջը։ Երբ որ ծախսերը լրիվ թափանցիկ կլինի, հասկանանք, օրինակ սա որտեղ է, նոր ավտոբուսներ են բերել, որ նոր ավտոբուսների մեջ ենթադրվում է, որ այդքան ծախսը շատ պետք չէ լինի, չէ։ Մենակ զապչաստի փող 320 միլիոն դրամ փող են դուրս գնում ամսական, բա դա նորմալ է։ Չէ, շատ հստակ եմ ասում, դա նորմալ է։ Երբ որ իրանք պարզ թափանցիկ կներկայացնեն, ինչի իրանք ասել եմ, եկեք պարզ թափանցիկ աշխատենք, տեսնենք ինչքան է մուտքագրումները, որքան է ամեն ինչը, դրանից հետո նոր անենք, չի կարելի մտնել քաղաքացու գրպանը, չի կարելի թալանել քաղաքացուն։ Հերիք եղավ, ամեն ինչի իր չափ ու սահմանը պիտի ունենա, էլի։ Պարոն Մանուկյան, կառավարությունը հավանության է արժանացրել օրինակ ձի փոփոխության, որով ուղևորը չվճարող քաղաքացիները կտուգանվեն 15 կամ 18,000 դրամով։ Ինչպես եք պայքարելու սրա դեմ եւ արդյոք այս փոփոխությունները իրավաչափ են։ Իմ գնահատմամբ դա իրավաչափ չեն եւ մարդու իրավունքների խախտում են, որովհետեւ քաղաքացին ոչ թե ասում է ես հրաժարվում եմ գումար վճարելուց, այլ ասում է ես հրաժարվում եմ, չեմ թույլ տալիս, որ իմ գրպանը մտնեք։ Իսկ ինքը ասում է արի մի ծախսերը պարզ թափանցիկ ներկայացում, որ անցի դու դրան։ Հաջորդ մեխանիզմը շատ ավելի լավ, որ կառավարությունը իրական դեմքը ցույց է տալիս։ Ինքը ցույց է տալիս, որ էլի ժողովուրդը առաջվանը չի, որ ամենաբարձր արժեքն է իր համար, այլ ժողովուրդը իր համար քերելու, քերթելու կամ ոնց էր ասում Նիկոլ Փաշինյանը, տուգանքի մատերիալ է։ Այսինքն ակնհայտ է, որ իշխանությունն այս պարագայում իր իրական դեմքը ցույց է տալիս, որովհետև 7 միլիարդ դոլար պարտք է վերցրել մեր բոլորի հաշվին, ինչ արե ոչինչ, որտեղ մնացորդային ոչինչ չենք տեսնում, որ մի հատ գործարան կառուցված լիներ օրինակի համար, ասենք այս գործարանն է կառուցել, մի հատ ինչ-որ լուրջ ինչ-որ մի խնդիր, նենց չի իրանք բանակը զինել են օրինակի համար, այսինքն այդ փողը մենակ իրանք մսխել են։ Եվ այսօր այսինքն ինչ ժողովրդին վախեցնում եք, իմ կարծիքով ժողովուրդը հավաքվել է, այնպես կծեծեն, այնպես վզներին կտան այդ տուգանողների, որ քորու փոշման կթողեն կգնան, էլի։ Այսինքն չի կարելի։ Մի պահել իրանք այտենց լավ տղա էին խաղում քաղաքապետարանում, այն որ հիշում եք վարորդները բունտ էին արել, դուրս չէին գալիս, կանգնում ասում են դե դի լավ տղություն չի, որ մեր մամաներն ու քրերը փողոցում են մնացել, այսօր վարորդին սովորացնում են, ասում են մի քիչ թող մեր մամաները ու քրերը դուրս մնան։ Մի հատ հարց ուղիղ տալիս եմ, բայց այդ լավ տղությունը ինչքան էր, սռոկով էր 2 ամիս հետո ձեր գարանտիան անցավ, լավ տղա չեք դուք։ Հասկանաք չի կարելի, ամեն ինչ իր բարոյական սահմանը պիտի ունենա։ Թե մի բան ասում են, ձեր խոսքի տերն եղեք։ Այն ժամանակ պայքարում եք վարորդների դեմ, որ պիտի ժողովրդին դուսը չթողեն, այսօր իրանք են ժողովրդին դուսը թողում։ Չկա տրամաբանություն իրենց գործերի քայլի հաջորդականության մեջ չկա։ Մյուսը վերահսկման մեխանիզմը ուղղակի չկա։ Երեք ես հատուկ գնացել եմ մետրո, վերցրել եմ մի քարտ, այսինքն զրոյացրել եմ քարտի մեջի գումարը, ձեզ վերջում ցույց կտամ նաև էլի։ Հատուկ գնացել եմ այդ քարտով, փակցրել եմ չգործող քարտը այդ իրանց թելսելի ապարատին, դուրը բացվել է, այդ ոնց է կոչվում, արգելանքները բացվել է, անցել եմ, հետո աշխատողին մետրոյի կանչել եմ, ասել եմ նայեք իմ քարտը չի աշխատում, ժողովուրդ փորձում էի, տեսնեի աշխատում է, թե չէ։ Դուք ձեռ եք առնում, այսինքն դուք թելսելին օրինակի համար վերահսկման մեխանիզմ ունեք, թե չունեք, չէ, չունեն, զրո է իրանց մոտ, հասկանում եք։ Այսինքն որ հասկանաս ինչքան եղավ, ինչքան գողացավ, որ տարավ, ինչ արեց, չկա, ուղղակի չկա, դա խայտարակություն է, կատարել խայտարակություն է։ Ում եք բերել, ում եք հանձնել։ Այդ թերսելի եթե ի սկզբանե պիտի պայմանագիրը չլներ, սենց ապօրինությունների հետևից անելով գնում են։ Ուղղակի իրանք այնքան սենց մի հատ սկզբունք ունեն, էլի գլուխը խփում են պատին, հասկանում են, որ չէ, ջարդվեց պատը, մի հատ էլ են խփում, իրենց գլուխը ջարդվում, այլի չեն հասկանալ, տեսնեմ ինչքան են խփելու։ Պարոն Մանուկյան, Երևանում արկա խնդիրներից, այսպես գլխավոր կարևորագույն խնդիրներից մեկն էլ օդի աղտոտվածությունն է, որը մի քանի անգամ գերազանցում է նորման, սակայն քաղաքային իշխանությունը շարունակում է այդ օդի աղտոտվածության ֆոնին լայնամասշտաբ ծառահատումներ իրականացնել։ Ինչու է քաղաքային իշխանությունն անդրդվել այս հարցում եւ ո՞րն է նրա շահը։ Տեսեք, ոչ միայն ծառահատումները, այս մի քանի մասի բաժանենք։ Առաջինը սկսենք շինարարություններից, կողոպտոտվածության հետ կապված օդի։ Շինարարության ժամանակ շինհրապարակները կահավորված չեն նորմալ, դուրս են գալիս փոշին ցեխը, նստում են փողոց։ Վառ օրինակներ ես բերել եմ, քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը գտնվում է Ֆիրդուսի հայտնի թաղամասի դիմաց։ Նկարանում են վիդեոն, որ դուրս է գալիս, անվադողերը չեն լվացնում։ Տենդը փաթաթված չի, որ փակված չի, որ փոշին չլցվի քաղաք, ուղարկում են բողոք, ասում եկեք դու գանեք, իսկ պատասխան են գրում, որ գնացինք
նման փաստ արձանագրված չէր։ Ես վիդեոն ուղարկել եմ, որ կա, ինձ տենց եմ պատասխանում։ Իրանց լուսամուտից իրանք նայում են, այդ գազ կոչեցյալը, որը տեղ խնամի բարեկամ ծանոթ էի աշխատում Տիգրան Ավինյանի դասարանցին է ինքը, Յանի Կենտոնի թաղապետն է տենց շաշուբեշ արեց, հիմա էլ գնում է բան, գազքի պետն է ինքը։ Ուրեմն այնտեղ նստած է ինքը, իր աչքի դեմը տեսնում է, որ նախ շին հրապարակները, շենքերը որ կան, իրանք պիտի նորմալ փակված լինեն, այսինքն այն փոշաթափանցիչ այդ բանով վարակույր ասեմ, ինչ ասեմ, պիտի փակված լինեն իրանք։ Նախկին վարչության պետերից Գյուրզադյանը, որ հիմա նստած է կաշառքի գործով, ինձ ասում էր գնացել եմ Չինաստան գործուղման, ասում են նենց էին փակել այդ տենդերը, նենց էին փակել, որ մի գրամ փոշի դուրս չէր գալիս, փողոց մեջը փոշի ու չգիտեմ ինչ է։ Մեր մոտ իրանք նայում են, իրանց աչքի դեմը փակված չի, հենց հիմա դուք էլ կարող եք գնալ էլի վերնիսաժի կողքը, կտեսնեք, շինարարությունը գնում է, իրանց շանտեղ չեն դնում, ինչ ուզում անում են։ Ես իրանց ասել եմ, տղեկ ոնց է ձեր մոտ, սենց բան կա ձեր մոտ, գնացուցակ կա։ Մի անգամվա խախտումը $500, մշտականը $1000, թքած ունենալը քաղաքապետանի վրա $5000, այսինքն դա ոնց է լինում, էլի տղեկ։ Այսինքն նորմալ է այդ ամբողջը, որ ձեր աչքի դեմը ձեր այդ ոնց ուզես, տենց վարվում են օրինակի համար։ Այդ շին հրապարակները, որոնք որ խայտարակություն է, շատ կատարել խայտարակություն է։ Ուրիշ օրինակներ եմ իրանց բերավականում նիստին նաև, որ երբ որ դուրս են գալիս դեպի փողոց բետոն ուզերներն այսպես ասած, հելնում են այդ բետոնը, լստում են քաղաքի գլխին։ Բաստուգող մարմինն ուր է ժողովուրդ։ Էդի վերջը փոշի է դառնում, հետո վերադառնում մեր վրա, չէ։ Դա նորմալ չի հասկանում եք։ Հիմա գանք ծառահատումներին, էլի։ Այն որ իրանք ասում են, որ ծառերը պիտի մենք կտրենք, թեղիները կենսունակ չեն, քաղաքային պայմաններում ու տենց հեքիաթներ են սկսում պատմել, տեսեք, ես սենց այսպես մոտիկանամ հարցին, ես բնության մասնագետ չեմ կարող գնահատել, արդյոք իրենց ասածը ճիշտ է, թե սխալ է, բայց այդ զուգահեռը, երբ որ ես ստանում եմ, որ Թումոյան փողոցում ամբողջությամբ փթում թափում են ու բերում են թփուտներ են տեղադրում, դրա փոխարեն Սարյան փողոցում նկարել եմ նոր ռոլիկ, որը շուտով կհրապարակեմ, երբ որ Մաշտոցի պողոտայից մտնում եք, գալիս եք Լեո, գալիս եք Ամիրյան, հետո Բյուզանտ, Արամի, մինչև Պուշկին Խաշմերուկը, որ գնում եք։ Նախ 150 մետրի վրա փողոցը այդ քայլելու հատվածը կառուցել են, իրանք տոմետները դրել են, ծառի տեղ չեն թողել, որ ծառերը տնկեն։ Երկրորդը թփուտները որ դնում են, ասում են դե գիտեք ինչ կա, ժողովրդի լուսաթափանցելիությունը մենք խախտում ենք, դեմար մեծ ծառեր չենք բերում։ Հիմա գնացեք այդ մարդուն հարցրեք, ասեք ժողովուրդ ուզում ես մեծ ծառ լինի, թե թփուտը լինի։ Առավել քան վստահ եմ, որ Երևանի պարագայում բոլորը կասեն մեծ ծառ լինի, հով լինի, մենք շնչենք, նորմալ օդով շնչենք, էլի հասկանում եք։ Իրանք այդտեղ ծառ չեն տնկում, նույն Սարյան փողոցի վրա, հայտնի Vienna Rips ռեստորանի դիմաց չորացած ծառ կա։ 2 տարի ասում տղեկ, եթե դուք ձեր գործի մեջ այտենց շատ մաքուր եք, անկեղծ եք, չէ՞, խափում, եկեք այս 4 ծառը հանեք, տեղը ծառ տնկեք։ Ստեղ էլ մոտիկ շենք չկա, մեծ կարող եք նորմալ ծառեր բերել։ Ստեղ որ չեք անում, ունդեղ կտրում եք, դա խնդիր է։ Հետո ուրիշ խնդիր ասեմ ձեզ, էլի։ Նույն ծառերի հետ կապված շատ հրապարակումներ եղան, որ այդ ծառերը Իտալիայից բերել վաճառելու մեջ անմասն չի Տիգրան Ավինյանի հայրը, հասկանում եք, ես առարկայական չեմ գնացել գտել, որ օրինակի համար Տիգրան Ավինյանի հայրն ինչքանով կապ ունի, մյուսն ունի, բայց մի բան իմ համար փաստ է, որ այս մարդիկ երբ որ Սարյան փողոցի վրա, որտեղ որ շատ ծառեր տնկելու տեղ կա, ծառերը չեն տնկում իրանք։ Օրինակի համար, որտեղ որ մեծ հաստաբուն ծառեր կարող են գնում են Թումոյանի վրա կտրում են, մի անգամ է նիստի ժամանակ այս ԿՊԱ-ականներից մեկն ասեց դե գիտեք ոնց է, այնտեղ մի ծառ կար, որը առողջ ծառ էր, քաղաքացին ասում էր ոչլոտ այդ ծառը պետք է կտրեք, կտրեցինք, ասի ոչլոտը դուք եք, արա, չեք ամաչում, փոխանակ դուք ծառը բուժեք, որ ոչի չերնի, ասում եք քաղաքացին ասում ոչլոտը կտրենք այդ ծառը, նորմալ չի երևույթը հասկանում եք, կամ Թումոյան փողոցի վրա, ծառերը տնկում են, հետո բորջուները քանդում են, մայթը քանդում են, որ ոռոգման համակարգ քաշեն, տղեկ այդպես չի, սկզբից ոռոգման համակարգն են քաշում, ծառերի տեղն են թողնում, ծառերը տնկում են, հետո մայթն են սարքում բոլորը, ես մարդկանց մոտ կառավարման խորը ճգնաժամ է, ու դա գիտեք ինչի արդյունք է, որտեղ խնամի բարեկամ ծանոթ, որ պոլիփեդը լինի, մեր ԿՊԱ-ականն լինի, կամ պետք է ԿՊ-ի մոտ երթում կերած լինի։ Ու իրանց մոտ մի հատ նոր տենդենս կա, ով որ իրանց ասած նախկիններից իրանց մոտ ծառայում է, պլպլան նորաթուխ ԿՊԱ-ական է, ով հանգարց իրանց ընդդիմախոս է դառնում, դու նախկին ես, դու եկել ես, դու մյուսը, ու իրանք գիտեք ոնց այս տարին այս վերջի տարի ու կեսվա մեջ գնալով ամեն օր ինձ ավելի են ուժեղացնում, ամեն օր, օրը օրի, ամեն օր էլի հասկանում եք, որտեվ այն մեղադրանքները սուտ, որ փորձում են բերել կպցնել ինձ, հոդս է ցնդում, որովհետև ես ոչինչի մեջ չեմ եղել,
եւ եթե մի հատ հնարավորություն ունեն, հիմա ինձ խայտարակ էին արել իրանք ամբողջությամբ։ Ու վերջացնեմ այս ծառերի թեման, տեսեք, համալիրի կողքը շրջակայքի եթե մենք նայում ենք, քաղաքացու աշկերով Երևան քաղաքը ունի քաղաքապետ, պետք է կառավարի, ճիշտ է։ Ուրեմն այդտեղ բաժանել են 3-4 մասի։ Մի մասը պատկանում է քաղաքապետանին, մյուս մասը պատկանում է ցեղասպանության թանգարանին, այն մյուս մասը պատկանում է համալիրին պետգույքին։ Քաղաքապետանն ասում է, այսքան մասը իմն է, այսքան մասը ծառ կտնկեմ։ Այնտեղ ընդհանրապես հետաքրքիր ինչի։ Ու եթե Google Map-ով մենք փորձում ենք նայել, վերևից ակնհայտ տեսնում ենք, որ ամբողջ այդ տարածքը չորացած է, մի հատ ծառ չկա։ Ես որպես քաղաքացի պահանջատեր եմ, իմ համար կապ չունի օրինակի համար, որ պետությունը իր մեջ մաս-մաս արի։ Պետությունը քաղաքապետանը մեկ մարմին է, համաձայն չեք դուք։ Այսինքն պետություն, քաղաքապետան, եթե դու մտածում ես մաքուր օդի մասին, գնա ծառ տնկի, մշակի տեղն էլ կա, դե թողում ես չորանում է, գնում ես կանաչ ծառը կտրում ես, ասում ես ծառը իր ֆունկցիան չի կատարում։ Հիմա ես դա ոնց հասկանամ։ Ինչքան ուզում ես ծառի մասնագետ չլինեմ օրինակի համար, բայց իմ մոտ արդեն սկսում է խնդրեմ առաջանալ, հասկանում եք։ Բեգոյանին ասում, Բեգոյան, այդքան որ դու խոսում բլբուլ ես կտրում, ընկեր սայրանի վրա չորացած ծառը չես հանում, տեղը նորը բերես դնես։ Գնում ես թարմ ծառը կտրում ես կանաչ ծառը, ես դա ոնց հասկանամ, որ դու քո գործի մեջ ճիշտ ես։ Ինչ շահ ունի քաղաքային իշխանությունը։ Ծառ առնել բերելու մեջ ըստ մեր գործընկերներից մեկի, եթե չեմ սխալվում, Պեդրո Ներզարուկյան ասում էր, որ Իտալիայից բերած ծառերը, որը շատ թանկարժեք ծառեր էին, ու նաև իմ գնահատմամբ մեր բնակլիմայական պայմաններին չհամապատասխանող ծառեր էին, այդ ծառերի բերած արժեքը իմ գնահատմամբ էլ շատ թանկ է, իսկ շատ թանկի պարագայում ակնհայտ է, որտեղ լինում է ատկատներ կամ փող աշխատել մեծ քանակի։ Պարոն Մանուկյան, նորից խոսենք ծառերի թեմայից, այսպես լայնամասշտաբ ծառահատումներ են, բայց շատ քչերն են այդ թեմային անդրադառնում։ Մի քանի ընդդիմադիր այսպես հավաքանու անդամներ կամ բնապահպաններ, ինչու մարդիկ առհասարակ չեն բարձրաձայնում այս լուրջ խնդրի մասին, ո՞րն է պատճառը ձեր գնահատմամբ։ Տեսեք, ժողովուրդը անտարբեր չի, եթե ասենք, չնայած Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը, որ անտարբերությունը մեր համար մեկ ճշտամին է։ Նույն իմ օրինակ ասեմ, որ ցանկացած խնդրի մասին գնում, սկսում եմ խոսել, հավաքում են ժողովուրդը, ապրես շատ լավ ես անում, սրանց հերնանից վես, ասում եկեք միասին դուք խոսեք, իրանք սրանց չգիտես ինչի վախենում են, մի մասը ասում է չէ, դե ես ինչ խոսամ, ինչ անեմ, բան, բայց դուք ճիշտ եք նկատել, որ ժողովրդի կողմից մասսայական բողոքում է, բայց որ հրապարակային ինչ-որ զանգվածային process-ի մասնակցեն, որքան որ ցավա ակնհայտ չես տեսնում այդ ծառահատումների դիմաց։ Իսկ առաջվա օրվա կուրսով բնապահպանական ակտիվիստները, ովքեր հիշում եք նույն շատ գեղեցիկ Վարդանների ընտանիքի կողմից նվիրած մեր քաղաքին այգին որ կար, ոնց էին գնում պլակատները պոկում, մեկն էլ պատգամավոր ԿՊ-ից դառավ, հետո չգիտեմ ինչ, իրանց ճղում էին, որ դու հասկանում ես թեղին, չգիտեմ, sense լաց են լինում, այսինքն օրվա կուրսով այդ կեղծ էկոակտիվիստները հոդս ցնդեցին, էլի, այսինքն այդ գեներացնող մյուսը process-ը չգնաց։ Եվ ես պարագայում ես համարում եմ, որ ճիշտը դրա մասնագետները պետք է առաջը մարտիկը լինեն, մենք իրանց հետևը գնանք կանգնենք։ Եթե ես չեմ կարող հստակ ասել, որ այս ծառը կտրելը սխալ է կամ այս ծառը տնկելը ճիշտ է, հասկանում եք, դուք կարող եք ինձ օրինակ մեղադրել, որ բյուջեի մուտքերի ելքերի վերաբերյալ ես չխոսեմ, չասեմ այս խնդիրը ոնց են, մեկը ոնց, այդտեղ ես առաջամարտիկ եմ, բայց կոնկրետ այդ խնդրի ժամանակ ներողություն իմ գիտելիքները այդ մակարդակի վրա չեն, որպեսզի ես կարողանամ հիմնավորելով 100% ճիշտ է կամ սխալ։ Սիրողական մակարդակով ես ասում եմ, որ իրանց մոտեցումը անհասկանալի է ուղղակի իմ համար։ Անընդհատ խոսում է քաղաքապետարանում այսպես կոռուպցիայի մասին, կոռուպցիոն գործընթացների մասին։ Հիմա է կոռուպցիան ավելի մեծ չափով դրսևորում, թե Տարոն Մարգարյանի ժամանակ։ Իմ կարծիքով այսօրվա քաղաքային իշխանությունը մրցակցությունից դուրս է։ Այսինքն առաջի տեղը ԿՊ-ն Տիգրան Ավինյանն է, մոտակա 10 տեղը ոչ մեկ չկա, 10-րդ տեղից սկսած կարող ենք այդպես բերել հերթով, չգիտեմ, Տարոն Մարգարյան, Գագիկ Բեգլարյան, ում ուզում են կարող են բերել, բայց 10 տեղը ուղղակի մրցակցությունից դուրս է, էլի մոտավորապես պատկերացրեք, որ դուրս գաք վազքի, ձեր այդ մրցողը ինքը ժամում 80 կմ/ժ կարողանա վազել, դուք 3 կմ/ժ արագությամբ մոտավորապես իրանք էդ են։
որովհետև ցանկացած ոլորտը որ նայում ենք, ուղղակի խայտառակություն է։ Չկա մի ոլորտ, որտեղ որ ասենք իդեալական լավ է, հասկանում եք։ Ես իրանց բացատրում սկսած բյուջեի մուտքերից, վերջացած ելքերից, որ ոլորտը ավտոբուսների թեման նոր դες օրինակ բերեցի, ինչ խայտառակ վիճակ էր իրանց մոտ, ուղղակի խայտառակություն էր իրանց մոտ։ Բերում են Իվետա Մուկուչյանին 3.5 միլիոն թե ինչքան փող են տալիս, որ գա երկի Երևանի տոնին։ Լավ, դուք չեք կարողանում այդ որ մի երկիչին խնդրեք, ասեք, իրանց ներկայությամբ զանգել է մի քանի մեր սիրված երկիչների անունները չասեմ, ասեմ դուք Երևան քաղաքի համար պատրաստ եք, ասում եք, գիտեք ինչ կա, նույնիսկ չեն զանգում, մեզ խնդրում։ Այդ մարդիկ ուրիշ տեղեր շատ մեծ լսարաններ են լցնում, այն մարդիկ գալիս մասնակցում են իրենց երկերին կամ մյուս խնդիրներին։ Մի հերթականությամբ կամ ԿՊ-յորեք մանկապարտեզները փակվում են։ ԿՊ-յորեք 70 մանկապարտեզ վթարային վիճակ ունի, կարգավիճակ ունի, հասկանում եք։ Սննդի հետ կապված մասսայական դժգոհություն որ գրել եմ սկսել եմ այցելությունները հատիկառատիկ մանկապարտեզները հասկանամ խնդիրը ոնց ինչ է։ Թաղապետին հրատապ խնդիրների ծախսեր են գրում, ինչ են անում չես կարողանում հասկանալ։ Հիմա նկարելու եմ այն հեղատար համակարգերը, որ փոշին կեղտը գալիս լցվում է, փոշին։ Միա չեն մաքրում, հետո անձրևը գալիս է քաղաքը Վենետիկիա վերածում, չգիտես ում մեղադրես, ում ինչ ասես։ Քաղաքապետարանը վիոլյա ջրին է մեղադրում, վիոլյա ջուրը։ Տեսեք, խնդիրը հետևյալն է, քաղաքի տերը դուք եք։ Եթե հասկանում եք, որ վիոլյա ջուրը ի վիճակի չի, կա պետություն մասնավորատվածի համագործակցություն։ Ասում ես, ես իմ քաղաքացուն պարտավոր եմ հանրային բարիքը մատուցել ամենաբարձր մակարդակի վրա։ Հանրային բարիքը նաև այն որ փողոցները պիտի չհեղիվի կամ մյուսը չլինի։ Դու այդ աշխատանքը ինքդ տար, վիոլյա ջրին բացատրի աշխատանքների ի վիճակի չի, ինչ ծախսեր ես արել, փոխադարձ պայմանավորվածության արդյունքում դուք ու քաղաքացուն արժանապատիվ կյանք հրամցրա։ Ոչ մեկ քեզ չի կարող բռնանալ։ Դուք ոչ կառավարման են քայլերի հաջորդականությունը չգիտեք ինչ է։ Ասֆալտ են փռում, իրան գնում ես իրանց փռած ասֆալտը, մատու սենց ես անում քանդվում է։ Ուրիշ բան չասեմ, Դավթաշենում 2 օր առաջվա նկարանած իմ տեսանյութը, որտեղ որ գնում նայում փոշ ու ավազի մեջ բերել են բիտումը լսել եմ 2 հատ սենց այնքան որ սենց փողոցում են տատիները հիշում եմ գյուղում որ տատիկը ցախավելով փողոցները մաքրում էր ջրով 2 հատ սենց էր անում ավելի մոտարապես այդպես մի բան են իրանք տատիկս ավելի լավ մեր մաքրում քան իրանք այդ փոսալցման տեղերը որ կար իսկ հասկանում եք բերում են էտի անում են վրան ասֆալտը փռում են վրան մի հատ էլ մեկն եկել է Դավթաշային թաղապետարանի աշխատող ասում դուք իզու եք այդտեղ նկամ նարեկ գնանք այն մյուս տեղը նայենք գնում ես այնտեղ вообще խայտառակություն է էլի մյուսը ասեմ այգիների վիճակը այգին պիտի պրծնի 23 թվականին 25 թվականն ենք մտնում եք լացներս գալիս է բարիս ուղիղ իմաստով մարդու լացը գալիս է հասկանում եք հաղթանակի 40-ամյակի այգին մի հատ 400 միլիոն մի հատ 45 միլիոնով գիտի 80 միլիոն ամեն տարի փող են դուրս ոչ մի բան չեն անում ոչ մի բան չեն անում հետո քաղաքը սարքել են զատիկի ձու եթե ուշադրություն դարձել եք ամեն այգում տարբեր ձևի նստարաններ ամեն փողոցում մի ձևի նստարան են բերում դնում հասկանում եք դա սիրուն չի դա սիրուն չէ, իսկ ոնց է ստացվում միանման պիտի լինի այդքան գնում են գործուղումներ, այդքան գնում են իրանք տես վայրկներ են ապրում, բայց չեք տեսնում այդ գոնե բաները տեսեք հասկացեք հասկանում եք Սարյան փողոցը, որը համարվում է տուրիստական փողոց, հիմի խնդրում եմ պրոսպեկտի կողմից, Մաշտոցի կողմից մտեք միջև եկեք Պուշկին փողոց մեկ աղբաման կա տեղադրած Բայց օրինակի համար Մարգարյան հիվանդանոցը որ կա դիմացի այգին երեք նկարել եմ այդ փոքր հատվածը պատկերացնում եք չէ Այսինքն եթե մենք ներքևից բարձրանում ենք աջ կողմը Զեյթունա ռեստորան եթե չեմ սխալվում կա դրա հետևի մասը մի փոքր տեղը 16 հատ աղբաման է դրած Ասում դուք գիժ եք ժողովուրդ դիտեք այսքան մարդ չկա ամեն մարդու կողքի մետ աղբամանն է բերել տեղադրել իրեն հրապարակել եմ շուտով էտել դա չի լինում էլի հասկանում եք Ես մարդկանց մոտ խորը կառավարման ճգնաժամը շատ խորը ու խնամի բարեկամ ծանոթություն իրանց մոտ ամենաբարձր մակարդակի վրա է շաբաթը մեկին բռնում են շաբաթը մեկ Արաբքի թաղապետը Տիգրան Ավիյանի ինգեներ բռնեցին այդ շինթույլտվությունների մյուսի գործով խայտառակություն կալանավորեցին վարչության պետերին կալանավորում են Չնայած մի թեզ էլ կա Տիգրան Ավիյանն ասում որ գործ են շինում մեր վրա գործ են կարում դե դրա մասին որ ասում մեր վրա գործ են կարում ասում է Արսեն Թորոսյանը հայտնի հեղափոխական Դավիթ Սանասարյանը այն որ գործ կարում են դա էլ կա չես կարող հերքել որ գործ չեն կարում որովհետև այսօրվա իշխանությունը տես սուպեր գործ կարող է մարդու վրա որտեղ պետք է կարում է որտեղ պետք չի կարում էլի օրինակի համար բայց մնացած հարցերով երբ որ նայում ես որ քաղաքում խայտառակ լիքը պատկեր են շինթույլտվությունները օրինակ բերեմ ձեզ էլի Լվովյան հասցում շինթույլտվությունը վեցել են թղթով ֆոտոշոփ էին արել շենքը տարել էին այսքում շենքը տարել էին այսքում տարածք են առանձնացրել շինթույլտվություն են տվել ասում լավ այս մարդը որ սարքեց ավարտական ակտը ոնց է ստանալու ժողովուրդ չի բռնում ոչ մի բանը չի բռնում էլի հասկանում եք մի ոլորտ չկա որ կապնես ինչ որ կեղտեր դուրս չգա հասկանում եք
Ասում եմ ժողովուրդ, դուք շատ սիրուն համերգ կազմակերպեցիք Երևանի տոնին, բայց դուք տեսել եք ինչքան փող եք ծախսել։ Դուք տեսել եք ինչքան փող եք ծախսել։ Խայտարակությունն է ձեր ծախսած փողն ու ստացած արդյունքը իրար չի բռնում, հասկանում եք։ Ոնց որ ասես գնացի $100,000 մի թույն նիվա եմ առել։ Ախր այդ նիվի գինն ուրիշ է, ընկեր։ Չի կարելի այդ ամեն ինչ։ Էլի այս մարդկանց մոտ էլի եմ ասում։ Կոռուպցիան այդ բարձր մակարդակը որ կա, անվիճելի է, մրցակցությունից դուրս է, ուղղակի մրցակցությունից դուրս է։ Մի քանի անգամ Սուելին Գրիգորյան, ասեմ, ինչքան ես փայ, կարող ես ասել թելսելի այդ ոնց ինչ ես հովանավորում։ Ձեն չկա, հակառակը չի ասի, որ օրինակ իմ ամոչին չի եք ինձ օրինակ վարկաբեկում կամ մյուսն անում։ Իմ ընկալման մեջ մնում որ մարդը փայը ուղղակի չի ուզում ասի քանի տոկոս է։ Դες չհասկացա, վերջը փայ չէր ես մարդ, ինչ է, անկեղծ էլի։ Կամ Տիգրան Ավինյանին first class-ի տոմս են առնում, որովհետև ոնց մանեկա բիզնես կլասի այդ գնով չգտա, հետո հասկացա որ first class-ում քանի որ Սև Խավիար են ուտում, Սև Խավիարն էլ այս նոր իշխանության մոտ այտենց մոդայի կա դարձել, մտածում եմ որ Սև Խավիար ուտելու համար first class-ով էին գնացել Ամերիկա, հետո ասացին որ վերականգնել ենք, բա լավ այդ պաշտոնյային գործից չհեռացրեցիք, մենք այտենց չիմացանք, հետո որ այդ մարդը որ այտենց բաներ արել։ Կամ լավ տոմս առնողը վերադաշ չունի, վերադասը չի գալիս Տիգրան Ավինյանի օգնականին ասում կամ Տիգրան Ավինյանին ասում որ այս վիճակն է, էլի հասկանում վերջը։ Հնարավոր է որ իսկապես տեղյակ չէր Ավինյանը թե ինչ Դա ավելի ողբալ է, եթե տեղյակ չի եղել, հասկանում եք։ Իմ համար դա ավելի անթույլատրելի է, ավելի լավ է ինքը տեղյակ լիներ, ասել այդ պահին ռեալ չեմ գնահատել, քան ասի որ օրինակի համար ինձ բանի տեղ չեն դրել, ով ոնց ուզում քաղաքը կառավարում է։ Չի կարելի էլի։ Այդ նույն բանն է, որ երբ որ ասում եմ բյուջեն, որ դուք պլանավորում եք, 23 թվականին բերել են, պլանավորում են 24 թվականի բյուջեն։ Ասում եմ, շին թույլտվությունների, այդ ԱՊԶ-ների շին թույլտվությունների երկարաձգման մուտքերը սխալ եք հաշվել։ Ասում են ինչի համար, ասում եմ հաջորդ տարի եկամտահարկը դուրս է գալու, մարդիկ հասկանալով չհասկանալով գալու են շին թույլտվություն վերջնեն, ձեր գումարն առնվազն 6 միլիարդ դրամ ավել է լինելու։ Ինձ ասում են դու ինչ ես հասկանում, ոչ տարվա վերջ եկավ 8 միլիարդ ավել գումար։ Ասում ժողովուրդ, ես սովորել եմ Ամերիկայում բյուջետային պլանավորում, սա ձախողում է, կապ չունի, միտեղ ավել է եղել, թե միտեղ պակաս։ Ոնց է իրանց մոտ։ Այդտեղ 8 միլիարդ ավել է եղել, մնացած տեղերը բոլորն անխտիր պակաս։ Անխտիր մանկապարտեզների բարեկարգումը 50%-ով թերակատարել են, բուժ հիմնարկներին չգիտեմ 70%, հասկանում եք, կատարել են ոնց որ խառը վիճակ, էլի ամեն ոլորտը, էլի ամեն ոլորտը, չկա մի ոլորտ, որ բանի նիստերի դալիճի վրա 120 միլիոն դրամ ոնց որ փող էին ծախսել, ասում եմ լավ էր, վատ էր մեր համար գլվելում էին գալիս նստում սեղմում ենք, հիմի բերել են մի հատ համակարգ ավելի վատ է աշխատում, հիմի ասում եմ 120 միլիոնը ոնց նայում եմ այդ պատերի մեջ չեմ գտնում որտեղ են ծախսել, ձեզ էլ մի օր խորհուրդ կտամ որ գաք իրենց հարցեք, ասեք ստե 120 միլիոնը որտեղ եք ծախսել ժողովուրդ, հիմի դի կոռուպցիա թե կոռուպցիա չի։ Կոռուպցիան այն չի որ ասեք այս բաժակնա մեջը ջուր է, տարբերտեղ տարբեր դրսևորում ունի։ Միտեղ ատկատ են վերցնում, միտեղ դեմից են փողը վերցնում, միտեղ օրինակի համար տես թանկ առևտուրներ են կատարում, տես լիքը խնդիրներ։ Նիկոլ Փաշինյանն ասում էր մենք պիտի պատավատապետության վերջը տանք, թուղթու գրիչով ջնջում էր, քաղաքապետարը դուխել է իրան ուտում էր։ 100% կատարողական ավտոմեքենաների ձեռքբերում ծառայողական։ Մոտ $800,000-ի թազա ավտո են առել։ Մի էդ ես արդեն նորմալ եմ նայում։ Ասեցի էր, ասի Նիկոլ Փաշինյան, տապորը վեկալ, ոտ արի քաղաքապետարը, ստեղ են կլենտուրան, այ տեսնեք ինչ ենք անում։ Չեկավ։ Բայց Ավինյանին այսպես եթե չեմ սխալվում զանգել էր կամ գրել էր որ տրանսպորտի վարչության պետի մեքենան վերցնի։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այդ մասին։ Ինձ թվում է քանի որ այդ մի ավտոն վերցրեցին, տեղը $800,000 ուրիշ ավտոներ տվեցին, էլի, այտենց դեմ արեցին այդ հարցը։ Անկեղծ իմ համար ողբալու է, որ օրինակ աղքատ Երևանում այտենց խնդիրներ են ավելանում, աղքատ երկրում Երևանը շատ հարուստ քաղաք է ներողություն։ Պարոն Մանուկյան, այսինքն այս քաղաքային իշխանությունը չգիտի ինչպես ճիշտ կառավարել, թե ուղղակի ցանկություն չունի։ Տեսեք, սկզբից միշտ ասում էի, ճիշտ կառավարելու համար պետք է խելք, կամք, ցանկություն։ Ես մարդիկ ասում են մենք տաղանդներ ենք, մենք գոհարներ ենք, գանձ ենք, որ դուք մեզ գտել եք։ Լավ, ուրեմն գանձ եք։ Մի եկանք, ուրեմն այս մարդիկ ոչ կամք ունեն, ոչ էլ ցանկություն ունեն։ Այսինքն որ ուզենան քաղաքը լավ կառավարել։ Հակառակը իրանք խնդիր դրել են քաղաքից մի կոպեկ ավել փող իրանք գրպանը տանել դնել։ Համատարած չկա ոլորտ, որ այդ խնդիրը չլինի։
հասկանում եք մասիվի Մալաթիայի թաղապետարանի կպած այգիները խայտարակ վիճակի է, թաղապետերի կաբինետից էլ ուղիղ երևում է։ Այս մարդիկ մի հատ լայախ չեն անում, գնան այգին տեսնեն այգու վիճակը օրինակի համար ոնց է, կամ մանկապարտեզում խնդիրը օրինակի համար ոնց է, կամ ուրիշ բան չասեմ, 18 թվականի հեղափոխության ժամանակ թող դնեն նկարները նայեն, այս ժամանակ արդեն սկսվել է։ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը նորմալ գծանշում արած ասֆալտի վրա են պարկած։ Փողոցներն ասֆալտապատված էր, իրանց համար է շատ կոմֆորտ է։ Գիտեն, որ գծի մոտ է պարկելու, էլի օրինակի համար։ Հիմի առանց ծիծաղելու, առանց իրանց ինչ որ սարկազմի, էլի դուք տեսնում եք մեր քաղաքում նորմալ գծանշումներ կա։ Հանգարց սխալվես հարցնես ով է մեղավոր, այդտեղ դու պարտված ես։ Ինչի համար, ուրեմն տրանսպորտի վարչության պետն ասում է, որ գիտեք ոնց է, ինձ պետք է տվյալները թաղապետարանը տա, թե չգիտեմ ով պետք է տա, ասում ես, օքեյ, որ տա։ Գնում նրան ասում ես, ինչի համար չես տվել, ասում է, ինձ պետք է շին բարեկարգումն ասի, որտեղ է ասֆալտները քանդում տեղանում։ Ասում եմ, օքեյ, գնում շին բարեկարգմանն ասում ես, դուխի չես տվել, ասում է, սպասում եմ անձրևը պրծնի։ Ասում է, օքեյ։ Անձրևը պրծնում ինքը մի հատ տալիս է, միջև պատտվում գալիս հասնում է բանի մոտ, այս տրանսպորտի վարչության պետի մոտ, էսի նորից էս շին բարեկարգման հարցնում ասում, անգեր ստեղա նորմալ, ասում է, չէ, երկու հատ էլ է փոսավել, ասում այդ նույն կրուկը մի հատ էլ է վրվում, հասկանում եք, ու ստեղ արի գտի ով է մեղավոր, դրա համար իսկ բոլոր մեղավոր, նամակ եմ գրում, նամակ եմ իրանց գրում, Տիգրան Ավինյանն ասում է, այդ նամակի ով է պատասխանը, այն մեկը պետք է պատասխաներ, ասում անգեր ես նամակը քեզ եմ գրեմ, մնում ես գամակն եմ հետևից ասում, ներողություն ճիշտ է պատասխանը, ես ես հիմքն չէ, մի հատ գնամ այնտեղ էլի, նորմալ է դա, մի կառավարման ճգնաժամ է թե չես մարդկանց մոտ, նայում եք վարչության պետերին կան, խնամի բարեկամ ծանոթ, սաղ այդ սկզբունքով գնում է, սաղ ծերից է այդ սկզբունքով իրաց մոտ գնում է, չի կարելի տես, անկեղծ չի կարելի էլի։ Արդյոք իշխանությունը պատրաստվում է փոխարինել Տիգրան Ավինյանին եւ արդյոք իշխանության տեխնատուն Արմեն Փամբուխչյանն է։ Կարծում եմ, որ իշխանությունը, եթե մտածեր, որ ինքը կարող է Տիգրան Ավինյանին հեշտ մարսել եւ փոխել, նա դա կաներ։ Իմ գնահատականը Տիգրան Ավինյանը առնվազն ավականների մեջ ունի իրեն երթվել 4 կամ 5 ավականի, իսկ մենք այսօր բոլորս շատ լավ գիտենք, որ մազից է կախված, այսինքն օրվա կուրսով հանրային ձայնի հետ պայմանավորվածության են գալիս, մի օր ուզում է, մի օր չի ուզում բան, հիմա եթե 4 կորուստ լիներ, Տիգրան Ավինյանին հանելը խաղու պար էր, որովհետև իրան հանելուն բոլորը կմիանան, բայց Արմեն Փամբուխչյանին ընտրելու հարցում բնականաբար ոչ մեկ չի մասնակցի դրան, եւ ստեղ իրանց մոտ խորը ճգնաժամ կսկսվի, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իր հեղինակությանը մեծ հարված է տալիս, Տիգրան Ավինյանին հրապարակայնորեն դատաստանի կարժանացնեն, էլի, ու կարծում եմ այդ օրը հերու սարերում չի, ու այդ օրը գալու է, իսկ այդ տարբերակը որ կա, ոչ միայն Արմեն Փամբուխչյանի, պարբերաբար շենքի ներսը այլ մարդկանց անուններել են հրապարակում, մի ժամանակ նույնիսկ Արմեն Փամբուխչյանին էին ուզում փոխարինող գտնել, որովհետև ԿՊ-ի ներսում ասում էին Արմեն Փամբուխչյանը շատ է խոնարհվում Տիգրան Ավինյանին եւ ըստ քաղաքապետարանի պատերից կախված լուրերի Հայկ Կոնջորյանը ուզում էր իր օգնականին Սինորյան էր մի հատ ավականի ունենք իր օգնականը կինը, այդ կնոջ ուզում էին դարձնել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի տեղը, բայց այդ ամբողջը օդում կախված էին, էլի ես մտնում ես մեկը միտեղ մեկը մի բան ասում, պատտվում գալիս լսում ես, որ տենց բաներ կա։ Բայց նորից եմ կրկնում, եթե իշխանությունը հասկանար, որ Տիգրան Ավինյանին կարող էր շատ հեշտ փոխարինել, նա վաղուց դա արել էր։ Իսկ ինչպես կարող է ընդդիմությունը օգտվել այս անցումային վիճակից։ Օգտվել ինչ նկատի ունեք։ Այսինքն ինչ կարող է ընդդիմությունը անել այս պարագայում, որպեսզի քաղաքապետ նորից չդառնա Տիգրան Ավինյանի նման մեկը։ Օգտվելու առումով այս կտրվածքով պատասխանեմ հարցին, կարծում եմ ամենաուշը 26 թվականին կլինի խորհրդարանական ընտրություններ եւ կամ իմ ցանկությունն է կամ իմ համոզմունքն է, որ ԿՊ-ն չի վերարտադրվելու, որովհետեւ ժողովրդի համբերության բաժակը լցվել է միջև այստեղը։ Այսինքն կիսում եք Վիլեն Գաբրիելյանի կարծիքը։ Չէ, կարծում Վիլեն Գաբրիելյանն է իրականության այդ առերեսվում, ոչ թե ես կիսում, որովհետեւ ԿՊ-ականների ոչ մեկի կարծիքը չեմ ուզում կիսել։ Ուրեմն, տեսեք, եթե չվերարտադրվեցին Տիգրան Ավինյանը այն հին սովետական շամպայները, որ միանգամից տարակում են, պրոպկեն թռնում էր, դե նորից ֆրանսիականները մի քիչ ճիշտ տեխնոլոգիայով են կառուցել, այնպես պլատալով չեն թռնում։
Տիգրան Ավինյանին դա կսպառնա, եթե իշխանությունը փոխվի։ Ընդդիմությունը այդ ժամանակ կարող է օգտվել, որ գնա հերթական ընտրությունների, որովհետև բոլորս գիտենք, որ Երևանում ԿՊ-ն չի ընտրվել։ Այսինքն ԿՊ-ն հանրապետության կուսակցության հետ եւ հանրային ձայնի անասնագողության արդյունքում իրենք եկան այս կետին, որ Տիգրան Ավինյանը քաղաքակառավարում է եւ նորից եմ ասում, իմ կարծիքով ԿՊ-ն չի սիրում երևանցիներին, այդ որ ասում եք ինչն է պատճառը նաեւ նա է, որ երևանցին չի ընտրել իրեն եւ իրենք այսօր բոյկոտում են եւ իրենք Երևանցը վրեժխնդիր են լինում երևանցուց։ Եվ պարոն Մանուկյան, ամփոփելով մեր զրույցը, մարտի 30-ին Գյումրիում եւ Փարաքարում անցկացվեցին տիմընտրություններ, Փարաքարում բացահայտ այսպես ԿՊ-ն պարտություն տարավ եւ Գյումրիում նույնպես չհավաքեց բավարար ձայներ եւ ընդդիմության այսպես միավորմամբ էլի պարտություն կրեց։ Ձեր գնահատմամբ ինչպես կարող է Գյումրիի եւ Փարաքարի ԿՊ-ի պարտությունը այսպես անդրադառնալ համապետական գործընթացների վրա։ Տեսեք, դեք Փարաքերում ամեն ինչ պարզ է, որտեղ էլ ոչինչ չկա, Գյումրիի խնդրին անդրադառնամ, նախ կարծում եմ, որ ԿՊ-ն եւ իշխանությունը իր խնդիրը լուծել էր Գյումրիում, ինչու համար լուծել էր, որովհետեւ իրենց խոսույթներում եւ բոլոր տեղերը պնդում էին, որ մաքսիմում մասնակցությունը լինելու էր մաքսիմում 37000 եւ 37000-ի պարագայում 17000-ից ավել իրենք են ձայն տարել եւ հայտնի Գունակեղ Դաշինքը ով մոտարապես այդ 6%-ի անցողի քշեմ է 37000-ի տրամաբանությամբ իրենք անցել են եւ իրանք կրկնելու են Երևանի մոդելը, այսինքն ժողովրդին խափում էին, ասում էին մենք եկել ենք օրինակի համար ընդդիմություն, մենք եկել ենք օրինակ հիմա Երևանում հանրապետությունն ասում է մենք միացել ենք Տիգրան Ավինյանին, որ Երևանը Դոնբաս չդառնա, մենք տրանսպորտը թանկացնում ենք, որ Դոնբաս չլինի, մենք գույքարկը թանկացնում ենք, որ Դոնբաս չլինի, մենք աղբանությունը թանկացնում ենք, որ Դոնբաս չլինի, ամեն ինչ անում են քաղաքացիների գլխին ու հասկանում եք կեղծ թեզեր է իրանց մոտ ամբողջը, այսինքն ինչ տեղի ունեցավ, ժողովուրդը գնաց ընտրության եւ բարձր մասնակցության արդյունքում այն թեզը, որ մենք գնանք թե չգնանք, մեր փոխարեն ամեն ինչ որոշված այդպես չի, նաեւ սիրելի մեր համակարգացիներ, ուզում եմ Գյումրի օրինակով ասել, որ հաջորդ ընտրությունը երբ որ կլինի, բոլորս պետք է մասնակցենք, նաեւ թույլ չտանք, որ հանրապետությունը Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը ում այդ հանրապետությունա շունչ վայրերի պատտվող գործարաններին շինթույլտվություններ են տալիս իրանք օգտվում են բոլոր բարիքներից քաղաքային իշխանության, Անի Խաչատրյանն ասում է այդ որ բիզնես կլասով կամ չգիտեմ ինչով Երևան Լոս Անջելոս են գնում անում են երևանցիներ ձեր համար, տրանսպորտը որ հանրապետության կուսակցությանը մնալու կդառնար 300 դրամ, այսինքն պետք է մեր համակարգացիները գնահատական տան եւ ԿՊ-ին եւ նրանց հաճախորդներին չընտրեն, որպեսզի հաճախորդներն չվերարտադրվեն կեղծ ընդդիմադիր թեզով եւ գան միանան ԿՊ-ին։ Եվ այս պարագայում Գյումրին հստակ ցույց տվեց, նաեւ շնորհակալ եմ բոլոր գյումրեցիներին, ես իմ բոլոր խոսույթում չնայած այն հանգամանքին, որ ես Մայր Հայաստան Դաշինքի ավականին եմ, ես ասել եմ սիրելի գյումրեցիներ իմ խոսույթի մեջ, դուք բնականաբար մեր տեխնացուն Կարեն Սիմոնյան, բայց եթե ինչ խնդիրներով Կարեն Սիմոնյան չեք ընտրում, ընտրեք մյուս 3 տեխնացուների ցանկացածին եւ իմ համար ամենակարևոր խնդիրը դա ԿՊ-ին իշխանազրկելն է եւ նաեւ իշխանության այն կես թեզը, որ ուզում են լարվածություն մտցնել Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջեւ, դա մենակ իրենց է ձեռնտու, քանի որ նորից եմ ուզում ասեմ, ոչ մի տեխնացուն չի ստել, իրանք բոլորն ասել են, որ մեր խնդիրը ԿՊ-ին իշխանազրկելն է եւ իրենք պապով կատարել են իրենց գործառույթը, իրենց ստանձնած պարտավորությունը, ինչ որ ստանձնել են գյումրեցիների առաջ, շատ կարեւոր էր, որ ԿՊ-ն չպիտի վերարտադրվեր, որպեսզի այդ կեղծիքները, խայտարակ կեղծիքները Գյումրիում եղել, սկսած են 10 ովճիկներից թաղային, վերջացրած օրինակի համար Արթիկի Անանիկ Ոսկանյանը ու օրինակի համար Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանության պետը ծիծաղալու էր, ընկել են դռնեդուր միտինգ էին անում, մարդ էին բերում այնտեղ, հասկանում եք, խմում, հարբում էին, լկտի պահվածքը փողոցներով էլի, ու իրանք փորձում են օրինակի համար նախկիններին անուն կպցնել։ Ես ասել եմ, Շմայս ականջդ կանչի, դու մշակութային գործիչ ես սրանց դիմաց։ Եվ եթե մենք համեմատականը նայում ենք, մտածում ենք, որ Շմայսը օրինակ պատերազմով էր անցել կամ այլ ճանապարհով էր անցել, բայց սրանք որտեղով են անցել, փաբերով ու չգիտեմ որտեղով են անցել։
Ժամանակին երազում էին իրենց երազանքը Կիլիկիայի գարեջրի շշի հետ նկարվերներ, այսօր Սարյան փողոցում իտալական գինների լավից ու վատից են սկսել խոսալ։ Մի կոռուպցիա է, թե չէ, դա ասեք։ Մարդու կյանքը միանգամից չի կարող այդպես թռիչք գրանցել, հասկանում եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մանուկյան։ Իմ հյուրներ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Կհանդիպենք։